Ձեզ համար Հայաստան, ֆանտաստիկ ընկերներ, այստեղ մեկնաբանություններում շատերն են հուզվել, ես էլ տաղավարում, հավատացեք, ես էլ եմ հուզվել, նայում եմ այս մարդկանց, նայում եմ այս երգչախմբին, լսում եմ երաժշտությունը, հիշում եմ Շարլ Ազնավուրին, հիշում եմ որտեղից է ծնվել, ինչ ցավից է ծնվել այս երգը, ֆանտաստիկ է ուղղակի, ֆանտաստիկ։ Ամեն դեպքում աշխատում ենք ուղիղ եթերում ձեզ համար, ողջույն հարգելի բարեկամներ, Վարդանանց հրապարակում մարդիկ երևի դադար է կամ հեռանում են, չգիտեմ, ես այս պահին կփորձեմ կապ հաստատել Դերենիկի հետ, մի փոքր նաև զրուցենք այս եղելության մասին, ինչ է կատարվում, ինչ զգացմունքներ կան, եւ մտովի նաև տեղափոխվում եմ, հիշում եմ այն թիվը, երբ որ ակտիվ քննարկվում էր այս Պուրտուաղմենի երգը դարձնելու օրհներ, երաժշտական քննադատներ, բաներ դեմ արտահայտվեցին, ասելով, որ երաժշտական իր կոնցեպտով չի համապատասխանում, ես պրոֆեսիոնալ չեմ, չգիտեմ ինչ եղավ, ոնց եղավ, Դերենիկն էլ է այստեղ, Դերենիկ, ողջույն, մենք Գյումրու հրապարակից, ողջույն, հետևում ենք շատ գեղեցիկ միջոցառմանը, մեկ վարկյան, այսպես անեմ, որ կադրում երևակ, հետևում ենք Գյումրու Վարդանանց հրապարակի այս ընդունելությանը, սենց ասենք, Մակրոնի և բարի գալուստը, հետևում էինք, մենք նաև Facebook-ով FM-ով էլ հեռարձակում էինք, բավականին հուզիչ էր են պահի եղավ, երբ որ Պուրտուա, քեզ համար, Հայաստան, երգով, գնաց հիմն էին ժամանակին ուզում անել, այդ խոսակցությունները կհիշեք, ուզում էին հիմն անել, հետո որոշ երաժշտագետներ բաներ ասցին, ինչ-որ կազմվածքը, թե ինչը գարմոնիան, չեմ հասկանում, ինչը չի համապատասխանում դասականն այսպես հիմնի վիճակին, բայց ֆրանսիական ենք այս երկու օրը, սենց ոնց կլինի, շատ դրական է մուդը Երևանյան։ Ես շատ վաղուց այսքան դրական լուրեր Հայաստանից չէի ստացել ոնց որ երեկո այսօր։ Ուղղակի հավատալը չի գալիս, մեկը մեկից բան տենց ոգևորիչ ու այդ գիտեք որ պահնա, որ մեկ էլ հասկանում ես, որ այդ ամեն ինչը արդյունք տվեց, հասկանում եք, այն նման բաներով երևում է հանկարծ այդ կուտակված տարիների ընթացքում ինչերով անցանք, տառապեցինք, հավատացինք, հուսահատվեցինք, այս տեսակ իվենտները գալիս են ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը իր կառավարությամբ եւ ժողովրդով ճիշտ ճանապարհի վրա է ամենակարևորը։ Ոչ թե թերություն չունի, ոչ թե ավելի լավ չի կարել, այլ ճիշտ ճանապարհի վրա։ Ես Facebook-ում ուզում եի գրառում անեի, ասեի առողջապահության նախարարությունը ընդդիմությանը զգուշացնում է ծխելը վնասակար է առողջությանը, հետո ասեցի չէ, լավ, այս ընդդիմությունը կհարցակվի վրաս, որովհետև պատկերացնես ինչա կատարվում հիմա այդ շարքերում։ Ոնց թե, վայ Մակրոն, ես ինչ արիք, ոնց թե եկաք, ոնց թե sense դրական, ոնց թե բան, որովհետև գիտես ինչն է հետաքրքիր Ռաֆայել, մինչև այս բաները ռադիո հաղորդումները մեր կենթանի ես Facebook-ում ակտիվ էի եւ գրառումներ էի անում եւ այլն, բայց հենց ռադիոն սկսեց արդեն դադարեցի մի տեսակ ինքնարտահայտվել է ստեղ է բերում, չէ՞, արդեն այո, էլ իմաստ չեմ տեսնում ինչ որ Facebook-ում էլ բան անելու։ Ասենք ինչ որ բան ես ուզում գրես, ասում ես չէ, ինչի գրեմ, եթե հեսա եթերից ժամն է, այդ ամենը ասեմ եթերում, չէ՞, այտենց կա տենց բա։ Մի բան էլ կա, հետո հիմա ասենք ռադիո որ մի բան ասում եմ, չէ, TV-ով էլ չեմ ուզում ասել այդ բանում, տեսակ բան է ստացվում, կրկնություն է ստացվում։ Բայց դե Էթա Դե այսօր պաշտոնական այցը մեկնարկեց, միակ վատ չեմ կարող ասել եղանակին, բայց անձրևը մի քիչ խախտեց պլանները, շատ ուժեղ անձրև է գալի Գյումրիում, այստեղ Երևանում էլ բավականին գոռում գոչում են ամպերը, բայց այնտեղ հենց համերգը սկսեց ոնց որ իրար հետ էր, 3-2-1 համերգ սկսեց ու անձրև, ես կարծում եմ ծածկով է, չէ, հանդիսականը առանց ծածկի է, գոնե պատվիրակությունները ծածկի տակ լինեին, էլի։ Դե որովհետև ասենք նայած կլինեն, չէ, պրագնոզ պագոդի եղանակի կանխատեսումը նայած կլինեն եւ հավանաբար այնտեղ ասում են որ հնարավոր է անձրև։ Դե ասում էին։ Դե ոչինչ թող դա լինի խնդրեմը, հա, ուրիշ բան որ չի, հա։ Եվ այսօր էդ էի մենակ մտածում էլի, մենակ այս ամեն ինչ
Խաղաղ ու բան ավարտի, ոչ մի արտառոց բան չլինի, արդեն շատ ընտիր է ամեն ինչը։ Այո։ Ինչքան որ կա արդեն լավ է, բնում է չփչացնեն։ Իդեպ Իչեք ֆոսֆոր ծախում Ադրբեջանի, ինչեք այ մարդը։ Այս ֆոսֆորի պատմությունը դուրս չի գալիս։ Դերենիկ մենք հիմա պիտի էլի Վարդանանց հրապարակ միանանք Փաշինյանն ու Մակրոնը բարձացան բեմ։ Եկեք մի հատ տեսնենք էս ինչ են ասում, ինչ են ուզում, հա, լսենք, քանի որ զուգահեռ նաև ընտեղից ենք հերարցակում անում, եկեք հասկանանք ինչ են ասում են կողմերից։ Մնացեք գծի մեջ։ Okay, լավ։ Կվերադառնանք այդ հատվածին անպայման, զուգահեռ չի լինում, բայց ոչինչ։ Դե ընդդիմության առաքելությունը դա է, ինչ լինի, ասեն վատ է, խանգարել, իդեպ մեր ընդդիմության մասին է խոսքը, որտեղ ընդհանրապես քիչ թե շատ կայացած երկրներում ընդդիմության առաքելությունը մատնանշելն է բացթողումները եւ օգնել, որ այդ բացթողումները շտկվեն։ Այլ ոչ թե քանդենք, ապականենք ամեն ինչը, այսօր ինչ է ասում։ Վա, հա, լավ եք անում Մակրոնը, բան, ռուսական գազը վառեք, Մակրոնի հետ սեղան նստեք։ Սրանց խելքը լնայի։ Կոմեդին, որ կոմեդի է, տենց բան չի գրի, այ մարդ։ Լավն է։ Այ գիտես ինչ, այ մեր կինոներում բան որ այսքան նկարում են, չէ։ Այ մի հատ այսքան սենց սուր բաներ չկա, էլի, որ մարդ իսկապես լիաթոք ծիծաղի։ Ու այնպեսի տպավորությունա կարծես ձրիա էլի մոսկվան գազը տալիս։ Չէ, բացի այդ, ասենք նույն տեղից տառնենք։ Կամ այդ քննադատողները, ընդդիմության ներկայացուցիչները լադայով են եկել այդ ցույցին։ Նիվայով են եկել այդ ցույցին։ Գրպաններում ինչ հեռախոսա դրա, այսինքն ամբողջ արևմտյան բարքերից օգտվեց, վիզա քարտից սկսած, հեռախոսով, iPhone-ով, Facebook-ով, այդ ձեր ֆեյքերը որտեղ են աշխատում, Facebook ու YouTube-ի մեջ չեն, ռուսական հարթակում եք աշխատում, ռուսական հարթակ է չմնաց, որ աշխատեք, ամենը բլոկ են արել։ Այսինքն էս ինչ մտածելակերպ է, ես չեմ հասկանում։ Գիտեք ինչ, հիմա ես ուզում եմ փոքրիկ բան կարդամ բանից Ֆրանսիայի նախագահից ու խոսենք ընդդիմության մասին այս կապակցությամբ, էլի։ Հիմա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից եւ կրկին հայերեն գրառում կատարել սոցցանցում։ Մեջբերում եմ։ Վերադարձ հիշողության եւ պարտականության այս վայր անջնջելիին հանդիման խոսքը բանի մասին է Ծիծեռնակաբերդի որպեսի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի եւ մոռացության չմատնվի Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը եւ խլված բազմաթիվ կյանքերը Հեսա Մակրոնի գրառումն է։ Հիմա այս ընդդիմությունը, որ այսքան դրանից է խոսում եւ այլն, չէ, ցեղասպանությունը, գոնե չի կարող ասել, որ գիտեք ինչ, Մակրոնը դրական բան է ասում, որ չստացվի ամեն ինչի դեմ են։ Գոնե սրան մի բան լավ խոսք ասել, էլի ասել, այ Մակրոնը ցենց բան։ Էդ էլ չկա։ Սրանից ավել այդ մարդը էլ ինչ անի, ես չեմ հասկանում։ Տառացիորեն գրած ամեն ինչի մասը։ Հենց հիմա բարձացավ Վարդանանց հրապարակ։ Փորձենք մի հատ էլ տեսնենք կլինի հերարցակեմ մի վարքյան։ Erroné. Avec cette pierre noire. Et après l'enfer. Et après l'hiver. Դժոխքից եւ ձմեռվանից հետո C'est un nouveau printemps. Նոր գարուններ եկան։ Et je suis très heureux avant de partir de pouvoir vous dire que j'étais très fier durant ces 2 jours d'être à vos côtés. Եվ մեկնելուց առաջ ցանկանում եմ ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ ձեր կողքին։ Nous savons toutes les difficultés qu'il y a eu ces dernières années. Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Mais comme Gyumri est là, avec ce nouveau visage, l'Arménie avance en paix, en stabilité, avec l'Europe. Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ Եվրոպայի կողքին։
Et comme nous étions là en décembre 1988, nous étions là dans les pires heures de 2020 et nous serons là aujourd'hui et demain à vos côtés. Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա այժմ ձեր կողքին։ Alors merci Gyumri, merci l'Arménie et n'oubliez jamais que la France vous aime. Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան եւ երբեք չմոռանաք Ֆրանսիան սիրում է ձեզ։ Vive l'Arménie, vive la France, vive Gyumri. Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Ժորժան, ուրեմն տեսեք, այս քիչ առաջ ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի վերջին միջոցառումն է։ Հիմա այստեղից մենք գնում ենք օդանավակայան, որպեսզի ճանապարհեմ ես նախագահ Մակրոնին, բայց ես ուզում եմ սկզբից դուք իրեն ճանապարհեք ձեր բուրըն ծափահարություններով եւ ողջուններով։ C'était la dernière séquence avant que le président de la République française reparte en France. Nous partons d'ici directement à l'aéroport pour raccompagner monsieur le président, mais je souhaite à ce que vous puissiez lui dire au revoir vous-même avec vos applaudissements. Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Vive monsieur Macron. Շնորհակալ ենք շատ։ Merci beaucoup. Իմիջայլոց ասեմ, հույս ունեմ գիտեք, համերգը շարունակվելու է, մնացեք եւ վայելեք այսօրվա գեղեցիկ երեկոն։ Լավ եղեք, շնորհակալ ենք Գյումրի։ Par ailleurs, le concert continue, donc vous restez ici. Merci beaucoup, Gyumri. Դե մոտավորապես այսպես հարգելի բարեկամներ, այո, պաշտոնական հատվածը ավարտվեց, ճանապարհեցին ողջույններով եւ այլն, դե մի տեսակ հրաժեշտի բան էլ կա, որովհետեւ երևի վերջին պաշտոնական այցն էր, աշնանը վերջ, ավարտվում է նաեւ Մակրոնի պաշտոնավարումը, էլի չի կարող վերընտրվել, ինձ գեղեցիկ հուշերով ճանապարհեցին, դա Լավ հանգստացավ երկու օր Մակրոնը։ Ենթադրում եմ, հա, լավ սրճարաններ գնաց, առավոտները վազում էր։ Տեսար որ վազում էր փողոցում։ Այո։ Տեսնես լրս այդ PR-ը թե իրոք տենց դուրս են գալի վազում են։ Ինձ թվում է իրենք դեպ կունենան նաև խորհրդական ունեն ամեն հարցում, կունենան նաև բժիշկներ անձնապես իրեն հետևող եւ կասեն շատ խորհուրդ ենք տալիս որ դուք վազեք, ստրեսային աշխատանք ունեք, էս ունեք, այն ունեք եւ ինձ թվում է կվազեն այդպես էլի։ Դե տեսնենք ոնց դասավորվի, երեք անցավ այդ Պարոնյանի թատրոնի մոտով, նոր կառույց այգի մոտով, այսօրը ձեռնակապերտով էր վազում, անգամ մի պահ կանգ առավ, նայեց Երևանին, ասենց ու տեսախցիկների ուղեկցությամբ այդ ամենը։ Սա էլ ես սկզբից գացի որ ինքը անձնական մոտեցում ունի, համակրանք ունի թե Հայաստանի եւ թե Նիկոլի անձամբ նկատմամբ։ Եվ դա անգամ մեծ քաղաքականությունում մեծ դեր է խաղում այդ անձնական համակրանքն ու հակակրանքը, էլի նայած ինչ զգացում է ստացում։ Եվ ինքը երբեք չթաքցրեց դա, լրիվ արտահայտվեց, այո։ Բավականին եւ ուղակի տեքստով եւ բավական մեծ օգնություն են բերել պայքարելու համար դեզինֆորմացիայի։ Հետո այնտեղ ասում է, հիմա ասեմ ձեզ, ռուսների մասին ուղակի ասում է։ Բաց տեքստով, ասած ինչպես Մայա Սանդուի կողքին, Մոլդովայի կողքին ենք, այնպես էլ Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին ենք եւ այո Ռուսաստանը իր ողջ ապատեղեկատվական ապարատով եւ ոչ միայն փորձում է միջամտել ընտրություններին։ Բաց տեքստով ասում է։ Իդեպ այն մարդիկ ովքեր զարմանում են այս տեքստին, ես Էդ եմ անգալես։ Զարմանում եմ, որ զարմանում են։ Բարեկամներ, այդ տեխնացուները ինքնին հենց ռուսական ծագում ունեցող, ծագումը որն է ուղնուցուցով ռուսական, իրանց փողերը ռուսական, բիզնեսները ռուսական, անձնագրերը ռուսական, հա ասեք, խնդրեմ։ Մեջ բերում եմ։ Այստեղ Մակրոնին եմ մեջ բերում։ Բաց երեսով միջամտություն է։
եւ հակառակը կան միջամտություններ օտար երկրագործականների կողմից Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ փաստարկները եւ մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ։ Ես չեմ կեղծում, կարևոր է դա հիշել, ասել է պարոն Մակրոն։ Այդ լրագրողների հարցի պատասխանն էր ասում։ Լրագրողները, գիտես, ինչ այդ հատվածը ես նայում էի, եթեր էինք տալիս, այդ պրովոկատիվ հարցերից մեկն է, ասում է, տեսեք, Ռուսաստանին մեղադրում եք, որ միջամտում է ընտրությանը, դուք հիմա եկել եք, Փաշինյանն եք պաշտպանում, դուք էլ այդ միջամտություն չի ձեր արածը։ Ինքն էլ ասում է, այդ ձեր պատասխանը, կարդացած, որ հեսա միջամտության ձևաչափերն է տարբեր, էլի, այնտեղ սուտ ու կեղծիկն ու ճնշումներն է, այստեղ փաստերի գրանցումն է, որ տեսեք, էսա գրանցում, այնա անում, այս ճանապարհն ենք բացում, ստեղ ենք ուզում գնալ, վիզաների ազատականացում կա։ Այստեղ ավելի ուղիղ էլ ասում, էլի Մակրոնն է։ Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի։ Օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ Մոսկվայի պատվերով, նրանք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Դե էլ սրանից հստակ ոնց ասես։ Ես մեկ-մեկ իսկապես զարմանում եմ, էլի, որտեղ ընդհանրապես այդքան ուղիղ չեն խոսում այս տեսակ հարցերի մասին, բայց այս մարդը ուղիղ ասում է ամեն ինչը բան չթողնելով էլ այնտեղ կասկածի տեղի։ Նախ ասենք, որ հռչակագիր էլ այսօր ստորագրեցին Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիրը արդեն ստորագրել են եւ Հայաստանի Հանրապետությունը, Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարար Ժան Անդրեասյանը, Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադը փոխանակվել են համապատասխան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության եւ այս բոլոր նախարարությունները հերթով չկարդամ ստորագրել են եւ միասին փոխանակվել են այդ հռչակագրով։ Հռչակագրի տեքստը ամբողջությամբ համացանցում հասանելի է, այն բաղկացած է 9, 10, 11, 12, 13, 14 էջից բաց հրապարակված է, ամենը չեն կընթերցի, բայց այդ ներառում են գրեթե բոլոր բնագավառները համագործակցության։ Նոր մակարդակ Ֆրանսիայի։ Այս Եվրոմիության հետ հարաբերությունների մասին Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է, հայտնել է Եվրոմիության արտգործնախարար Կայա Կալասը։ Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Եվրոմիությունը կաջակցի հայ ժողովրդին իր սեփական ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում արտաքին միջամտությանը հակազդելու եւ դիմադրողականությունը ապրապնդելու Եվրոմիության նոր առաքելությամբ։ Այս էլ ուղղակիորեն ասում է, որ եւ այստեղ գիտեք ինչա, այսքան որ մենք կարողանում ենք հեշտ գաղտնալսել եւ այլն, այդ տեսակ տեխնիկա էլ են տրամադրում, որ դու կարողանաս գրեթե ցանկացածին Հայաստանում կարողանաս գաղտնալսել, այո։ Բարեկամներ, եթե արտահայտվել հեռախոսը հասանելի է արդեն, կարող եք նաև զանգեր ընդունել, իրոք պատմական օրեր ենք ապրում, եթե կցանկանաք արտահայտվել 747-477-3444, ինչպես նաև Facebook-ում տեսնում եմ բազմաթիվ հաղորդագրություններ եք գրում, տեսեք ինչքան է, շնորհակալ ենք բոլորին ակտիվության համար, ջերմ հիմնականում իհարկե ողջույնի խոսքեր են, ազնիվ ղեկավարներ, ազնիվ էլ մնացին, Արևշատ Մուսախանյանն է, Արևհատ Մուսախանյանն է գրում, Հայաստանս դեմոկրատիայի կենտրոն, Արևհատ Մուսախանյան։ Այո։ Ֆրանսիայի հողում ապրող մարդիկ կնոջ տղամարդու անուն է, չէ, Արևշատը։ Չգիտեմ, ես տիկին է գրել, Սրտանց ուրախ ենք այսօր Ֆրանսիայի հեռուստատեսության այդ հանդիպումները ցույց էին տալիս, անգամ երգել են։ Իդեպ Մակրոնը երգեց։ Ֆրանսիայի հեռուստատեսությունը Այդ Ֆրանսիայից այս սիգնալը մեր մոտից էր հեռարձակումը, բայց Ֆրանսիան էլ իհարկե։ Չէ, այս որ գրել են մեր ռադիոլսողը Ֆրանսիայից, հա։ Ենթադրում եմ, այո, ենթադրում եմ Կարինե Մարգարյանը, հարգելի Կարինե Մարգարյան, եթե Ֆրանսիայից եք, խնդրեմ
ասացեք, զանգ ունենք, լսենք ռադիոլսողին։ Բարև ձեզ, ով է միացել, ողջույն։ Բարև ձեզ, Բարև ձեզ, բարև ձեզ, հարգելի Հարություն։ Բարև ջան, բարև ձեզ։ Մեր խոսք եմ ուզում ասեմ, ես երևակայեք 30 տարեստեղ եմ, այդտեղ չէի հուզվել, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ աջակցություն է։ Եվ այսքանից հետո, որ ժողովուրդը հանկարծ հետ կայնի գնա դեպի Ռուսաստանի գիրկը, ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ կարա, այսինքն մարդիկ այսքան բանը տենալով, այսքան լավը տենալով, մարդիկ չկարողանան իրաք լավը ոնց ասած Արժևորեն հա գնահատեն։ Ուղղակի հիանալ է, ուղղակի եւ ոչ թե կառավարությունը կամ թերություններով ամենաշատ բանն արել հիմա ներկա դրությամբ ամենաշատ ուղղակի ողջունելի եմ հավատացեք հոնգուր լացում է նոր Ուզիչ է, իրոք ուզիչ է։ լավ մնացեք Ձեզ էլ ամենայն բարիք հարգելիս, լավ որ ձեզ։ Աստված թող համբերություն տա եւ Աստված տա որ Փաշինյանը հաղթի թե չէ մենք կործանացինք Ձեզ լավ որ։ լավ մնացեք հաջողություն Հաջողություն 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, խնդրեմ արգելի բարեկամներ, կարող եք արտահայտվել եւս մեկ հեռախոսազանգ, ով է միացել, ողջույն։ Ալո, Այո, բարև ձեզ։ ալո, Բարև ձեզ, լսում ենք։ ոնց է Ռաֆայել ջան, տրամադրությունները։ Տրամադրությունները լավ է, լավ, դուք ասեք։ Ուզում ենք լավ լինի։ Լավ, այս է հուսով եմ հինեջը փակվի։ Բայց մի քիչ ուժ է գործադրել պետք, այսինքն օրինակ վերցնել Մարիա Սանդուից։ Իր երկիրը փրկելու համար ակցիանել է պետք։ Այդ սուտ շարժմանը, էլի, այսինքն ակնհայտ սուտ։ Ես մի բան եմ ուզում հարցնեմ ձեզ եւ լսողներին։ Հիշում եք Ղարաբաղի հելապատերազմից առաջ, որ արտաքին գործերի նախարարի դեմը կտրում էին հարցնում, եկել եք որտակ Ղարաբաղը, եկել եք որտակ։ Հիմա նույն տենդենսիայով էսի Հայաստանի մասին են խոսում։ Կարապետյանը հայտարարում է, թե 300,000 հատ տեղ է բացելու աշխատատեղ, չլինի է թե իրանց ասած 300,000 ադրբեջանցու համար է բացում։ Հայաստանում այսօր 1000 հատ խառատ ֆրեզիրովշիկ սվեսար չես ճարի 7 տարում։ Ինչ են բացելու հետաքրքիր է։ Շենք են սարքելու վր են գրել զավոդ։ Դե սարքած շենքերը չի վաճառվում։ Եթե հանկարծ հետ կանգնի իր անդրատ, այդ ճաշը մենք կերել ենք, գիտենք, համնել, հոտնել։ Այս մեկը կարող է սխալ է, բայց հլը չենք արել։ Պետք է գնանք նոր ճանապարհով, այս մեկը ես վստահ եմ։ Դե բոլորն են կարծում եմ։ Ես Պուտինին առանձնացնում եմ 200%-ով իրարից։ Նրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, իմ կարծիքով։ Բարի հարգելի։ Անուս Քոչարյանն է իր երկրի համար ինչ որ էսի մեր համար է, մեր երկիրը 100 տարի հետ։ Մերսի զանգի համար, հարգելիս, ձեզ լավ օր, ձեզ էլ լավ օր ենք մաղթում։ Գեներ, խնդրեմ, կարող եք արտահայտվել, հեռախոսահամարը ակտիվ է։ Ավելացնելու բան կա այս թեմայի շուրջ, այդ աշխատատեղերի համար իրոք շատ են դրոշակ դարձնում 300,000 աշխատատեղ, դժվար է պատկերացնել, էլի, եթե բանվոր, մշակ գուցե, բայց եթե բարձր ինչ որ մասնագիտական պրոֆիլի մասն ենք խոսում, շատ չեմ կարծում այդ լուրջ մոտեցում արժի այդ իր ասած բացարձակ բանը, էլի 300,000 աշխատատեղ։ Օրինակ, դες Փաշինյանը ասուլիսի ժամանակ, այս վերջերս է կառավարության մեր լրագրողներն էին ներկա, բառացիորեն ասեց, մենք երբեք այս օգոստոսի 8-ից հետո այդ հարցը չեն քննարկել որևէ ատյանում, այդ 300,000 այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձը, ասում են չկա օրակարգում, չկա խաղաղության համաձայնագրի տեքստի մեջ, որը համաձայնեցրած է չկա։ Պարոն Սամվել Կարապետյանը իր այդ տունը ասուլիսա չէ հրավիրում, ինչ որ նիստեր է գումարում, ասեց, որ այդ հարցերն են քննարկում, որպեսզի դա պատկան մարմինների
ուշադրություն գրավելու հայտարարություն չի, պետական անվտանգության վիճակի, այսինքն եթե տենց հայտարարություն ես անում, պիտի պատկան մարմինները չեն ասում կան ձերբակալեն, բայց պիտի հաստատ քննություն գնա, ինչ հիմքով ես այդ հայտարարությունը անում, ինչ ինֆորմացիա ունես դու, որովհետև դա ներքին սպառնալիք է։ Եթե երկրի ղեկավարը ով բանակցային process-ի մեջ ասում է, չեն քննարկել, չկա, ոչ մի թղթում, ոչ մի բանավորի մեջ չկա, եղբայր։ Ասում է, չէ, պիտի գան, այդ ազգային անվտանգության հարց է։ Բացի իր ասացներից, եթե ուշադրություն դարձնեք իր խոսելու ոճին, դեմքի արտահայտություններին, շատ ավելի իր մասին ինֆորմացիա է տալիս։ Ուղղակի արհամարանքով է նայում բոլորին ինքը, եթե նկատել եք։ Եվ սա հին սովետական բարձր պաշտոնյաների բանից է գալիս, վարվելակերպից է գալիս, որ մնացած ոչխարի նման էին նայում, իրենք են կարող ամեն ինչ անել, մի տեսակ սենց ահավոր մի բան կա դեմքի մեջ, եւ փորձեք, լուրջ եմ ասում, ձայնը անջատեք ու որ խոսում այնքը նայեք իր դեմքի արտահայտությունների մարմնի լեզվին, ահավոր մի բան է, լրիվ երևի մի 60-80 տարի հետ է տանում մեզ այդ սովետական ահավոր տարիներին։ Եվ էդ էլ ինչ ես եմ նկատում, իրան պետք չէ այդ ամեն ինչ, ինքը մի տեսակ ընկել է ինչ-որ բանի մեջ, թե գցել են, թե ընկել է, թե պարտադրել են, ես չգիտեմ, ինֆորմացիա չունեմ, բայց կամ բրթել են, չգիտեմ, այ մարդ աշխարհի ամենահարուստ հայերից մեկն ես Forbes-ի բիլիոներս։ Ինչի՞ դա պետք։ Ինչ ես ուզում։ Ու իդեպս բանով հիմա արդեն on-line ես գովազդներն են միացրել, YouTube-ով մի բան ես նայում, այս քաղաքական գովազդներն արդեն սկսում բերել, Ծառուկյանի վիդեոներն է հիմա բերում ակտիվ գովազդային փաթեթ են արել, Աստված իմ, Ծառուկյան, պարոն Ծառուկյան, ձեզ ինչին է պետք։ Գյուղացիների գնաց է նկարվում է, հա օգնում է, բարեգործություն անում, Աստված իրանց լավ է կանում, եկեղեցի եք սարքում, արձան եք դնում, լավ է կանում։ Բայց որ ինձ ընտրեք, եկեք կանգնեմ ձեր կողքը։ Եղբայր, ամենահարուստ հայ կարող սիրում են ձեր այդ կոտայքի մարզում։ Ինչի՞ է ձեզ պետք մտնել դեպուտատ, եղբայր, ինչի՞ դա ձեզ։ Ասեմ ինչին է պետք։ Սա ոսկե ձկնիկի կոմպլեքսն է։ Ամա ձուկնել է Իրանը, ծովնել է Իրանը։ Հիմա արի հերո չգնանք, արի նայենք պարոն Թրամփին։ Միլիարդատեր, գոլֆի դաշտեր, այսիմ ինքնաթիռ անձնական։ Թվում է թե քեզ էլ ինչ է պետք կյանքը վայելելու համար, չէ՞։ Չէ, պետք է գնա ու իրան գցի փորձանք անպայման սաղաշխարն էլ հետը։ Որտեվ չի կարող, այդ տեսակ մարդիկ չեն կարող։ Այդ մասին շատ ենք խոսել, նայեք Նապոլեոնին, նայեք Հիտլերին, նայեք Պուտինին, որ հիմա չի կարողանում կանգնել։ Բայց նրանք Ռուսաստանի քարտեզը որ նայում եք, ամբողջ Եվրոպայից 3-4 անգամ մեծ է Ռուսաստանի տարածքով։ Էլի չի բավարարում, էլի պետք է գնա ու ուրիշի փողը բանանի։ Էսա։ Զանգ ունենք, տեսնենք ինչ են ասում ռադիո լսողները, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է միացել մեզ։ Ինչպես եք, պարոն Դերենիկ, բարի վերադարձ։ Շնորհակալություն։ Շնորհակալ է Դերենիկը, լսում ենք ձեզ։ Ռաֆայել ջան, նախ ուզում եմ բոլորի շնորհավորել այս 8-րդ գագաթնաժողովի, որ Հայաստանում տեղի ունեցավ։ Շատ գեղեցիկ միջոցառումների համար ուզում եմ բոլոր մեր հայերին շնորհավորել։ Երկրորդը ընտրությունների հետ կապված ճիշտ ասած մի փոքր սս մի բան ասեմ ինձ հետ ով որ աշխատում եմ մի փոքր ոնց որ ասած տեղյակ չի այդ ամեն ինչից ինձ ասում է նույն բանն է ընտրությունները արդեն այնտեղ տեղի ունեցել բան այն ժամանակ ասում եմ ինչպես ասում է պապա զանգել է ասում է քո անունը պատին փակցրած է դու էլ կարաս չգաս ընտրության ասում եմ էդի արգելիս ասում եմ էդի բոլորի անունները ամրացած է պարզապես այնքան որովհետև դու ընդեղի քաղաքացի ես ասում եմ ոնց է ասում հա տենց ասում եմ բայց գիտեմ տենց է ասում չէ թեկուզ դեր միջոցով հայտնեք որ տենց չի մարդիկ ոնց որ կիսախաբված վիճակում են նման դեպքերում բարի շնորհակալություն զանգի համար եթե ավելացնելու բան ունեք խնդրեմ այո ում եկել ուզում եի ինչ որ ես տեսնում եմ դեպի լավը որ Հայաստանը գնում է այն որ
վայրի բնության մեջ կենթանիները շատանում են, դա արդեն շատ լավ է։ Ուրեմն Հայաստանում ամեն ինչ լավ է։ Դե դա լավ նշան, բայց որ անտեղի որս չեն անում ու մարդիկ էլ ինչ-որ սովածության համար չեն էթում որսում այդ ամեն ինչը, դա մի նշան է, որ հայրենիքը դեպի լավն է էթում, ասենց ասեմ, մի փոքր է, բայց հետաքրքիր տեսանկյուններ համենայն դեպս, ձեզ լավ որ շնորհակալ ենք զանգի համար։ Դերենիկ եմ որ ասում պապանձվել եմ Եվ թեմայի մեջ մնալով ասեք, ես ինձ բան են ուղարկել դրա համար մի քիչ միտքս ուրիշ տեղ գնաց, ասեք։ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ճանապարհի բարձրացված հատվածի հետնապատի վրա հայտնաբերվել է արջի 2 քոթոտ։ Նշական մարմնի լալալալա մոտ վայրում պարզել է, որ անօգնական վայրի կենդանիները Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Գորշ արջի մոտ 1 ամսական քոթոտներն են։ Արտաքին զննմամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նրանց տեղափոխել են այդ հատուկ բան, որպեսզի մեծացնեն։ Որ տեսնեք ինչ մռութներ են։ Շատ լավն են։ Ինչ են սրանք այս փուճուր ժամանակ, այսինքն բոլոր կենդանիներն էլ բոլոր բացի մարդուց, փուճուր ժամանակ շատ կատես բան։ Հա երեխեքը մինչև 2 ամսական չեն դառնում, բան չի։ Էլան շատ Ուրեմն ինձ մեկնաբանություն էր լավ ընկերը տեսանյութ ուղարկել screenshot։ Ուրեմն Հրանտ Բագրատյան մեր ոչ բարով նախկին վարչապետ ունեինք, որ ասում է ես ես երկրի տնտեսության հիմնադիրն եմ։ Թե ինչ տնտեսության հիմնադիր է ոչ բայց ամոթ հայ մարդ մի ասեք, մի Լևոնի վաղտվա բանն է, մութ ու ցուրտի այս երկրի տնտեսության հիմնադիրը ես եմ։ Մի լավ բան իմնեիք, բայց դա ուրիշ հարց է։ Մեջբերում եմ։ Ռուսաստանը պետք է անհապաղ թանկացնի գազի գինը։ Արգելի Հայաստանի Հանրապետության գյուղմթերքը եւ արտաքսի աշխատանքային միգրանտներին, որ Փաշինյանը եւ իրեն սատարող այս ժողովուրդը հասկանա Մակրոն ու Զելենսկի խաղացնելը ինչ է։ Էս մարդն է։ Էս Բագրատյանն է ասում։ Հա։ Բա ինտրիգը ո՞րն է, բա հասկանում։ Ուզում է կործանի էլի երկիրը։ Այ քեզ բան։ Դե Persona non grata, որ ասում են պիտի որոշ մարդիկ հայտարարվեն, ասում են, այդ ինչ ես ասում։ Հակա հայկական բան է։ Այդ կարծիք չի։ Դա ազգային անվտանգության հարց է։ Հա։ Ուղղակի թշնամանք է։ Գազը թանկացնի։ Ոյ։ Դե ամեն ինչի կգնան։ Մնաց 1 ամիս, ուղիղ 1 ամիս մնաց։ Ոայ ինչ ջախջախ արտություն պիտի կրեն, դերենիկ պիտի տեսնենք այդ չարիք այսրության ավերակները, այսենց են Մարիո խաղացել եք, են փոքր ժամանակ Մարիոյի խաղում են, տին, այն որ մտնում ես վերջում սալյուտա խփում է դևիկ աշխարհը քանդվում, այդ պիտի տեսնենք, անպայման։ Ես ասեմ այդ կապակցությամբ ես ինչ եմ մտածում։ Հենց sense պատկերացնում եմ, հենց գալիս է քո հետ ասած սալյուտի պահը, վախենում եմ պատկերացնեմ, ասում եմ գործ չունես, թող մնամ։ Ասա սալյուտը դրոսը դերսում բանանն էլ։ Ինչ ասեմ, ես ուզում եմ հավատալ, իհարկե Փաշինյանն է ասում, էլի որոշ քաղ տեխնոլոգներ բաներ, պատմության անիվը յետ չի պատտվում, ընկերներ, պատմության անիվը շատ հաճախ է յետ պատտվել։ Դա ով որ պատմություն գիտի, հա Ռաֆայել, ասեմ քեզ, ոչ թե յետա պատտվում, այլ պատմության անիվը սպիրալի պես է բարձրանում, իրան կրկնելով, բայց վերև ագնում։ Դե կրկնելով է արդեն, հա, էլի արդեն լավ։ Այո, կրկնելով է, եւ օրինակ ասեմ, ծառի ճյուղերը, ոնց է, չէ, մի հատ աչից, մի հատ ձախից, ճյուղի տերևները, մի հատ աչից տերև, մի հատ ձախ, իրան կրկնելով գնում է վերև։ Էլի նույն տերևն է, եւ Զանգ ունենք, լսենք ռադիո լսողին, բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջույն։ Ալո։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ, խոսեք։ Ձեզ լսում ենք մենք, ռադիոյի ձայնը անջատեք, հեռախոսով մեզ լսեք, որ Անջատած է։ Այո, լսում ենք ձեզ, ով է միացել, Արայիկը, բարև ձեզ, հարգելի Արայիկ։ Ինչպես եք, լավ եք։ Դե, լավ ենք, այո։ Ես մի բան եմ ուզում ասեմ, այդ մարդը որ կանգնել է,
այդպես բաները ասել, ժամանակին Չեռնոմիրձինը իրան լավ մականուն էր դրել։ Կուչերյավի բարան։ Յո, այդ կարգի։ Հա? Չեռնամրձինն կոչել, այդպես։ Չեռնոմիրձինը իրան ասում էր Կուչերյավի բարան։ Այ քեզ բան։ Ովքեր չգիտեն, ասենք Վիկտոր Չեռնամրձինը Ելցինի ժամանակվա Ռուսաստանի վարչապետն էր։ Այսինքն գործընկերը իր ռուս։ Հետարքիր է։ Այո, եւ Հայաստանի էլ շատ լավ մոտիկ էր։ Այ ժողովրդի լավ սիրում էր։ Այո, Վիկտոր Չեռնամրձինը, հա, պատմության մեջ մնաց հաստատ, բայց էլի բան ունեք ավելացնելու, թե այդքանը։ Չէ, շնորհակալություն։ Այդ է ուզում ասել, երբ որ այդքան բան ասեց, հիմա դրամար է ցանկից ասեցի, կներեք իհարկե։ Ձեզ լավ օր։ Հաջողություն։ Բայց իրոք էլի բաներ կա, որ մտքիդ մեջ չի տեղավորվում, չէ՞ որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան, անկախ իր քաղաքական հայացքներից, sense բաներ կարա բռնի ասի։ Հիմա Հայաստանում ապրում ինքը։ Հա ոչ չէ։ Ես այնպեսի աշխատավարձ եմ ստանում, ասում եմ, անես թվերը ասում, թե ով է քեզ հարցրե, թե դու ինչի ես եկել մեջտեղ ու աշխատավարձ։ Թե դու ես հետաքրքրում։ Ես այնպեսի աշխատավարձ եմ ստանում, ես դասախոսում եմ, ես ինչ կան 100,000-ների, դոլարների մասն եմ խոսում, նայում ես որ ասում աչքերի մեջ նայում եմ, չեմ հավատում, բայց դա լավ է կանում, հարգելիս, ինչ ուզում եք ստացեք, բայց այս կարգի հայտարարություններ մի արեք, չի կարելի։ Դե ինչ։ Ախր գիտեք ինչ, այդտեղ քաղաքականություն չի, ես էլ ասեմ, հակամարտկային է իր ասածը, էլի։ Ցանկացած երկրում, ցանկացած մեկը տենց որ ասի թանկացեք, այս բան արեք, դա նշանակում է պատժեք ժողովրդին։ Հա։ Եվ դա բոլորովին մարդկային չի, այստեղ ազգն ու բանը կապ չունի արդեն քաղաքական հայացքները։ Քաղաքական անեկդոտ կար, որ հարցոց հարցում են անում դուրսը, ասում մի հատ ջարդուփշուր մեկին գտնում են, ասում են, այ եթե վաղը 10 անգամ թանկանա հացը, ինչ կանեք։ Ասում են, դե մի ձև կապրենք էլի, բա որ 20 անգամ թանկանա, ասում են, դե կապրենք, ոչինչ, ասում են, 50 անգամ թանկանա, ասում են, դե իմ գործերը կսկսի լավանալ, ասում են, բա որ 100 անգամ թանկանա, ասում են, եթե 100 անգամ թանկանա, թակավոր տեղա կլինեմ, ասում են, չեմ հասկանում, դուք այդ որտեղ եք աշխատում, ասում են, մորգում եմ աշխատում։ Հիմա այս նրանց պատմությունն, ինչ ուզում եք տակ սպանեք, չեք հաջողելու, չի լինելու դա։ Այս եթերը հիշեք, չի լինելու։ Ունեք ավելացնելու բան, դերենիկ։ Չէ։ Դե ուրեմն լավ։ Ձեզ ասենք լավ օրվա շարունակություն, ցտեսություն։ Մի շաբաթից կհանդիպենք արդեն, ձեզ լավ օր։ Օ, մի րոպե, վաղը չունենք եթեր։ Չէ, ունենք, այս շաբաթ ունենք։ Ասեցիր մի շաբաթից։ Դե մի շաբաթից կհանդիպենք, բայց այս մի շաբաթը ճանապարհ չի։ Հա, ազնապ է, լավ, ինձ էլ թվաց։ Չէ։ Լավ, հա, օքեյ։ Դե ցտեսություն։ Դե ուրեմն ինչու վաղը ցտեսություն։ Բա, հարգելի բարեկամներ, այսպես ուղիղ հերարցակումը արեցինք, Պատրիկ Ֆիորին լսեցինք, Բոխտվարմելի ամենը երկեց, Մակրոնը պարեց, Փաշինյանը այդ ինչ անում, թմբուկները պղնձաղմկեց, ճանապարհեցինք, Մերսի բոքու, Միսիո պրեզիդենտ, լավ պիտի ելա, հաստատ, լավ պիտի լինի, լավատեսենք, անկախ այդ վայրի վերումներից, ջղաձգումներից եւ ինչպես ասացի հաղորդման սկզբում, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի ընդդիմությանը զգուշացնում է, ծխելը վնասակար է առողջությանը։ Դարդից մի ծխեք, ամեն ինչ լավ կլինի, դուք էլ ձեր գործերին նայեք, տեսեք ինչ եք անում, թողեք այս ժողովուրդը ապրի։ 10 տարի մեկը տա պահե, 10 տարի մյուսը տա պահե, այն մի քանիսը կան մի 5-6 տարի էլ դրանք են պահե, ապրել ենք, բարեկամներ, ձեր օրոք։ Ապրել ենք, տեսել ենք, զգացել ենք, թողեք դրանք ինչ ենք լինում, թողեք ավելի երիտասարդ, ավելի կարող, ավելի բանիմաց, առանց քրյա օլիգարխիկ, առանց գողապետական, առանց ախպերարի մի հատ ասեմ բանակ այսպես վիճակների, տեսնենք ուր ենք գնում, քաղաքակիրթ աշխարհի հետ միասին, Ֆրանսիայի հետ միասին, եվրոպական ընտանիքի, երեք ասացի, այն ընտանիքի, որտեղ ի սկզբանե եւ ի հնե պատկանել է Հայաստանը։ Հազարավոր տարիներ մենք արևմտյան եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք։ Քրիստոնեությունից ձեր սիրած, քրիստոնեությունից սկսած։ Եվրոպան քրիստոնեության արժեքներ դավանող երկիրն է։ Եթե մենք քրիստոնյա ազգ ենք, իսկ մենք քրիստոնյա ազգ ենք, դա էլ է եվրոպական արժեք, դա ասիական չի։ Ասիականը ավելի շատ մահմեդական է եւ բան, բուդդիզմ, չգիտեմ ինչ, քրիստոնեությունը կամ
խաչակրած արշավանքները, Կիլիկյան Հայաստանը, ցանկացած Բագրատունիները։ Հիմա գանք մեր օրեր։ Քիչ առաջ դասական երաժշտություն էր հնչում Արամ Խաչատրյանի։ Արամ Խաչատրյանը ինչ ասիական ոճի կոմպոզիտոր է, եվրոպական է։ Մեր Բեթհովենն է ասում են, չի ասում Արմյանսկի Բեթհովեն, հայկական Բեթհովենը, եվրոպական արժեք է։ Մեր ճարտարապետությունը, Երևանը, Թամանյանը, ինչական ճարտարապետություն է Թամանյանը։ Վենետիկում այդ մարդը սովոր է եւ վերապատրաստվել եւ աշխարհայացք ձևավոր է։ Թորոս Թորամանյանից էինք խոսում, որտեղի գիտություն ու կրթություն է ստացել։ Թումանյանը, ով ուզում եք։ Անգամ ռազմական գործիչները, Նժդեհը, Անդրանիկը, Եվրոպաներն էին սա կյանքա, Անդրանիկը Բուլղարիան էր ազատագրում, ինչական արժեքներ էր, թաթար-մոնղոլական անգրագիտությունը մեզ հասցրեց այսօրը, անգրագիտությունը եւ պոռոտախոսությունը, դատարկաբանությունը, դատարկ ստից, մի հատ ծանոթ ունեմ, բան ասենց, լավ, չպատմեմ անձնական հողի վրա կլինի կլսի անգաս կներանա, դրա համար այսքանը